Հայ ժողովուրդը մայիսին տոնում է եռատոն հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ հերոսներ է տվել։ ԽՍՀՄ ամբողջ տարածքի զորակոչված շուրջ 600,000 հայերից տուն է վերադարձել կեսը, 300,000 հայ զոհ է դարձել կամ անհետ կորել է պատմության ամենամահաբեր պատերազմի ժամանակ։ Հաղթանակի օրվա տոնակատարությունների մասնակցելու համար Ռուսաստանի նախագահի հրավերով մայիսին Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տոնակատարություններին հրավիրված են հայրենական մեծ պատերազմի մասնակից բոլոր երկրները, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, չնայած հրավիրված լինելուն, հրաժարվել են Մոսկվա մեկնել։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական էջերից է Շուշիի ազատագրումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 8-ի լույսինի առավոտյան։ Արցախի մշակութային լանդշաֆտը հագեցած էր Շուշիի ազատագրումը փաստող այն փառավորող հուշարձաններով, որոնցից են օրինակ տանկ հուշարձանը, հենց այն առաջին մեքենան, որը ազատագրված Բերդաքաղաք մտավ 1992-ի մայիսի 8-ին։ Շուշիի ազատագրումից հետո առաջին վայրը, ուր գնացել են հայկական բանակի զինվորները, դա եղել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ուր էլ մատուցվել է պատարակը։ Հայկական ազգային պարերն ամենուր են։ Մի խումբ երիտասարդներ իրենց գեղեցիկ ազգային պարով գրավել են համացանցի օգտատերերի ուշադրությունն ու արժանացել հիացական խոսքերի։ Պարային տեսարանը ամբողջացնում են հայկական սարերը։ Համացանցում կրկին տարածում է գտել Ռեյխստագի պատի մոտ 1945 թվականի հայ զինվորների քոչարի պարը։ Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասել ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բերլին։